Իրանն ու Միացյալ Նահանգները առցանց տարբերակով փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հունիսի 21-ին հանդիպել են Շվեյցարիայում եւ հասել որոշ համաձայնությունների։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունները Պակիստանի եւ Կատարի ակտիվ միջնորդությամբ պայմանավորվել են 60 օրում վերջնական համաձայնության ճանապարհային քարտեզի շուրջ։ Բացի այդ, կողմերը համաձայնել են բախումների վերահսկողության մեխանիզմի, Հորմուզի նեղուցի հարցերով թեժ գծի եւ Իրանի միջուկային հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Սակայն Իրան-ամերիկյան կապերում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան կարող է թվալ։ Նախ վերջին հանդիպումն անցել է բավականին բարդ մթնոլորտում, իսկ բուն գործընթացի մեկնարկն ի սկզբանե հարցականի տակ էր։ Օրեր առաջ Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարձակումներն ու Իրանի կողմից Հորմուզի նեղուցի արգելափակումը լարվածություն էին մցրել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև։ Կարևոր հարցերից մի քանիսը կապված են Լիբանանի կայունության եւ Հորմուզի նեղուցի ազատ անցման հետ։ Որքան էլ Իրան-ամերիկյան փոխըմբռնման հուշագրով կրակի դադարեցումը վերաբերի Լիբանանին, այդ կետը դեռևս չի աշխատում, քանզի դրանում ներառված չէ Իսրայելը։ Ավելին, այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր զորքերը չեն պատրաստվում լքել Լիբանանի հարավը եւ որ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է։ Անվտանգային գոտին, ինչպես այն կոչում են Իսրայելում, մոտավորապես 600 քառակուսի կիլոմետր է։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա Իրանը այդ հարցը շահկապում է փոխըմբռնման հուշագրի կետերի իրականացման հետ։ Այդ մասին են իրանցի պաշտոնյաների ուղերձներն ու Լիբանանի դեմ քայլերին ի պատասխան Հորմուզի նեղուցի արգելափակումը։ Իրանն ու Միացյալ Նահանգները առաջ են ընթանում փխրուն հրադադարի պայմաններում, որի հետևանքով շատ հաճախ հարցերը պատասխաններից շատ են։